Մեծարգո պարոն վարչապետ, Երկրապահ կամավորականների միության հարգարժան նախագահ, սրբազան հայրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, սիրելի մարտական ընկերներ, մենք նորից եռաբլուրում ենք։ Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամբողջ նկարագրությունը խոսում է նրա մասին, որ մենք, ինչպես մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում, այնպես էլ այսօր պայքարով ենք ապահովում մեր անկախությունը և նաև ազատ ապրելու իրավունքը։ Եվ այսօր եռաբլուրում մենք չափազանց խորհրդանշական օր ենք գտնվում։ Խորհրդանշական օր, որովհետև այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանն ենք մենք նշում։ Նշում ենք պետական, քաղաքական, ռազմական գործիչներով մեր մարտական ընկերների, զինվորականների և նաև մեր երեխաների հետ միասին, որոնք այսօր երդում են տալիս, որպես պատանի երկրապահներ մեր երկրին, բանակին, մեր ազատությանը ծառայելու համար։ Եվ այսօր մենք գերադասել ենք ոչ թե կահավորված դահլիճներում մեծարանքի խոսքեր ասել սպարապետի և մեր զոհված ընկերների մասին, այլ գտնվել եռաբլուրում, որովհետև եռաբլուրում մենք բոլորս հավասար ենք և մեր սրտի խոսքը ասել և սպարապետին և մեր բոլոր մարտական ընկերներին։ Անգնահատելի է սպարապետ Վազգեն Սարգսյանի կատարած դերակատարությունը հայ ժողովրդի անկախությունն, ազատությունն ապահովելու գործում։ Վազգեն սպարապետը այն անհատներից էր, որի նվիրումի, սկզբունքայնության, չափազանց մեծ պատասխանատվության շնորհիվ մենք կարողացանք պայքարի հանել մեր ազատամարտիկներին, ստեղծել Երկրապահ կամավորական միություն, որի հավերժ նախագահն է նա հանդիսանում, և նաև կադրային սպաների հետ միասին ստեղծել հայկական բանակ։ Բանակ, որը ստեղծվեց պայքարի հետ զուգընթաց և կարողացավ հաղթանակներ տանել։ Եվ Վազգեն սպարապետի կերպարը այսօր հավաքական է երկրապահների, ազատամարտիկների, բոլոր կռվող տղաների և բանակի զինծառայողների որպես միասնական մարմին։ Այսօր մենք նաև յուրովի հաշվետվություն ենք տալիս և Վազգեն սպարապետին, և նաև մեր մարտական ընկերներին, որ երկրապահներն ու բանակի ողջ անձնակազմը այսօր էլ միասին են, որովհետև առօրյա մարտական պատրաստության և նաև Երկրապահ կամավորականների ռազմական փորձի շնորհիվ մենք կարող ենք ստեղծել մի այնպիսի բարոյաքաբանական մակարդակ, որ կարող է մարտունակ վիճակում պահել ոչ միայն բանակը, այլ նաև խելացի պաշտպանական քաղաքականություն իրականացնելով զորավարական ռեսուրսների և հանձինս այստեղ գտնվող մեր մարտական ընկերների հետ միասին ապահովել վաղվա մեր ժողովրդի խաղաղ արարումը։ Շնորհավոր հոբելյանդ, սպարապետ, այսօր իհարկե գտնվելով այս մեծ մեր երեխաների շարքերում, անկասկած մեր խոսքը պետք է եղենք նաև մեր պատանի և երիտասարդ երկրապահներին և ստանալով մեր թիկունքում մեր զոհված ընկերների և սպարապետի լուռ համաձայնությունը մենք մեր խոսքն ենք ուղղում մեր պատանիներին, զավակներին, երդում տալով Երկրապահ կամավորականների միության շարքը լրացնելու համար դուք հիշեք, կանգնած եք մի այնպիսի միջավայրում, որոնց շնորհիվ է մենք կարողացել ենք խաղաղ արարումը այսօրվա մեր ժողովրդի ապահովել։ Դուք կանգնած եք դեմ դիմաց հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների, որոնք այսօր ևս շարունակում են մեր ժողովրդի խաղաղ արարումն ապահովել։ Ասել է թե դուք պետք է ընդօրինակեք և Վազգեն սպարապետի, և մեր զոհված ընկերների, և նաև բանակի ողջ անձնակազմի այն վսեմ հայրենասիրական հատկանիշները, որոնք որ ձեզ անհրաժեշտ են լինելու մեր հայրենիքի ապագա քաղաքացիները դառնալու համար։ Չափազանց մեծ պատասխանատվություն է Երկրապահ կամավորականների միության անդամ լինելը։ Դա նշանակում է, որ այսօր դպրոցում դուք զորը գիշեր պետք է լավ սովորեք։ Սերտեք ռազմագիտություն առարկան, հայոց պատմությունը, աշխարհագրությունը, որպեսզի մենք կարողանանք օրըստօրե ամրանալով նաև հետագայում ստեղծենք այնպիսի պայմաններ, որ տեր դառնանք մեր հայկական լեռնաշխարհին։ Ես շնորհավորում եմ սիրելի պատանի երկրապահներ, երդման արարողության կապակցությամբ,
Ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին առաջին հերթին քաջ առողջություն, հաջողություններ, հպարտություն ձեր հարազատներին, ձեր ծնողներին, որտեղ դուք հետզհետե լրացնելու եք այն բոլոր պետական, քաղաքական, ռազմական գործիչների շարքերը, որոնց նվիրումի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթանակներ ապահովել եւ նաեւ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության օրըստօրե զարգացման համար։ Մեր խոնարհումը Վազգեն Սպարապետին, մեր խոնարհումը մեր բոլոր զոհված մարտական ընկերներին եւ նաեւ մեր շնորհավորանքը սիրելի երեխաներ, ձեզ բոլորի բարի եւ չափազանց պատասխանատվու ձեր գործում։ Շնորհակալություն։